Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր 6-րդ դպրոց ենթակա է լուծարման, իսկ գյուղական բնակավայրերում յուրաքանչյուր 3-րդը։ Օրինակ Ամասիայում, որտեղ օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիներ էին շրջում, նախատեսվում է փակել 19 դպրոցներից 15-ը, որտեղ սովորում են աշակերտների 40, իսկ աշխատում ուսուցիչների 60%-ը։ Այս տվյալները հավաքել, մշակել եւ ներկայացնում է Ազգային կրթության խորհուրդը։ Սահմանամերձ բնակավայրի դպրոցը փակում է 113 աշակերտ ունեցող։ Այդպես ներգրաված էր նաև Բաղդարանի դպրոցը, նորից 100-ից ավել աշակերտ ունեցող, այդպիսի դպրոցներ 90, 80, 60, 70 աշակերտ ունեցող։ Խոսքը չի վերաբերում մի քանի հոգանոց դպրոցների։ ԿԳՄՍՆ-ն հերքում է փակվող դպրոցների մասին տեղեկությունը։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները եւ դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը։ Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը եւ որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։ Ազգային կրթության խորհրդի ներկայացուցիչը շեշտում է, ԿԳՄՍՆ-ի պատասխանը չի զարմացնում իրենց։ Նախարարությունն ամեն ինչ ներկայացնում է բարեկարգման ավանդակ։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից դատարելու է 229 դպրոցներ գործելուց։ Հիմա սրանք իրենք լուծարում են համարում, թե կրթության որակի բարձրացում են համարում, թե կրթության հասանելիության իրենց գործն է։ Սահմանամերձ կարգավիճակ ունեցող բնակավայրերը 186-ն են Հայաստանում։ Այդ բնակավայրերի մոտ 55 դպրոց ենթակա է փակման, որոնցից միայն 3-ն են, որ միակը չեն բնակավայրում։ Բացի սահմանամերձից լուրջ վտանգի տակ են նաև բարձր լեռնային շրջանի դպրոցները։ Բարձր լեռնային տարաբնակեցման համակարգի 22.18%-ում մենք փակում ենք միակ դպրոցները։ Պակաս տխուր չէ նաև լեռնային շրջաններում։ Փակման են ենթակա այս բնակավայրերի դպրոցների 57.7%-ը։ Որ դպրոցը ոչ թե մենք փակում ենք, այլ այդ գյուղի աշակերտին տեղափոխում ենք այդ բնակավայր, որովհետև օրինակ բանում Բերտաշենում կառուցել ենք մեծ դպրոց։ Հետևաբար 7 գյուղերի դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները պետք է գան այդ դպրոցը։ Սա է իրենց տրամաբանությունը։ Հիմա մենք ասում ենք, փակում է թե չի փակում։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը շեշտում է, այստեղ էլ պետությունը երկխոսության մեջ չի մտել բնակիչների հետ։ Արդյոք այդ մարդիկ, որոնք այդ գյուղերում ապրում են, արդյոք տեղական ինքնակառավարման մարմինները, քիչ առաջ ասվեց մարզպետարաններ եւ այլն, այն մարդիկ, որոնք այդտեղ ապրում են, այդ մարդկանց ով է հարցրել։ Հանրային ազդարար իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սեմեոն Բաբայանն էլ նշում է, որ կրթական ոլորտին վերաբերող քննարկումները այսբերգի երևացող կողմն են միայն։ Կրթությունը տեսանելի ինդիկատորն է մեր ժողովրդի, թե ինչ է մեզ սպասվում։ Ազգային կրթության խորհուրդը եկել է մի եզրակացության։ Չպետք է թույլ տալ նման մեծ թվով դպրոցների փակումը։ Հակառակ դեպքում կունենանք հետևյալ տխուր արդյունքը՝ մանկավարժական կադրերի ոչնչացում, գյուղերի մահ արտագաղթման սպառնալիքով եւ սոցիալ-կրթական միջավայրի զրոյացում։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։